Խաղաղություն ձեզ քույր եղբայրներ, Աստված շատ ձեզ օրհնի, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ զորությունը մեզ պահի պահպանի, տա համբերություն, մինչև վերջ համբերելու եւ լեցվելու Քրիստոսի զորությամբ։ Այսօր քույրիկներից մեկը 12-ից 12:30 աղոթքաժամի ժամանակ իրենց տան աղոթելուց ասում է ես աղոթում եի եւ Աստված այսպես մտքիս հետ խոսեց եւ ասեց յուղ հավաքեք։ Եվ երբ որ այդ բանը ինձ փոխանցեց, ես միանգամից հասկացա, որ եղբայրներ քույրեր իրոք յուղ հավաքելու ժամանակներն է, թե շատ ավելի վաղուց պետքա յուղ հավաքեինք, բայց մի առավել յուղ հավաքելու ժամանակն է, որովհետեւ գալու է ժամանակ, որ շատ ավելի դժվար է լինելու։ Եվ այդ մտքի վրա միանգամից երկու համար հիշեցի եղբայրներ քույրեր, որոնք ուզում եմ ասել, փոխանցել, որպեսզի թե ինձ, թե ձեզ ամենքիս էլ դա օգտակար լինի։ Առաջինը, որ գրված է Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 40-41 համարների մեջ, ես այս համարները ուզում եմ կարդալ, եղբայրներ քույրեր, Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 40-ից 41 համարները։ Եվ աշակերտների մոտ գալիս եւ նրանց քնի մեջ է գտնում եւ ասում է Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Մենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը աշակերտներին եւ հատկապես Պետրոսին պատվիրում է եւ ասում է, որ ընդամենը մեկ ժամ չկարողացաք արթուն կենալ եւ աղոթք անել։ Արթուն կացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք, որովհետեւ հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Եղբայրներ քույրեր, սրանով Տեր Հիսուսը ոչ թե միայն Պետրոսին եւ աշակերտներին էր պատվիրում, սրանով Տեր Հիսուսը նաեւ պատվիրում է ինձ եւ ձեզ բոլորիդ, բոլոր ասուն հավատացող ժողովրդին, որ աղոթքի մեջ արթուն կենանք, որովհետեւ Սուրբ Գիրքը չի թաքցնում, որ փորձություններ եղել են, կլինեն եւ կշարունակվեն։ Փորձության մեծությունը եւ փոքրությունը չի խոսում դրա մասին, բայց որ փորձություններ գալու են եւ հիմա էլ կան, դա փաստացի մենք ամեն ժամանակ տեսել ենք եւ հիմա էլ տեսնում ենք։ Սուրբ Գիրքը մեզ պատվիրում է, որ անկախ իրավիճակից եւ փորձություններից Աստծուն հավատացող մարդը չդադարի աղոթելուց, չդադարի Տիրոջ անունը կանչելուց եւ Տիրոջ երեսը փնտրելուց, եղբայրներ քույրեր, որովհետեւ փորձության նպատակը ոչ թե քեզ ֆիզիկապես հիվանդացնելն է, այլ փորձության նպատակը, որ քեզ աղոթքից Աստծո հետ հաղորդակցնելուց կտրի։ Դրա համար էլ Տեր Հիսուսը պատվիրում է եւ ասում է, որ մեկ ժամ էլ չկարողացաք արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Եվ այս համարներից ես անմիջապես հիշեցի Դանիելի մարգարեության օրինակը, եղբայրներ քույրեր, որ Դանիել մարգարեն թեև օրենք հանեցին, որ որևէ մեկը աղոթք չանի, Դանիելը հասկանալով եւ գիտակցելով, որ իր աղոթքը կյանքի գին կարա լինի իրեն համար, բայց նա աղոթում էր։ Եվ երբ որ Դանիելին աղոթքի մեջ բռնեցին եւ դատապարտեցին, կարող էր Դանիելը ասել, որ ես զղջում եմ եւ խոստանում եմ այլևս աղոթք չեմ անի, խնդրում եմ ինձ ազատ արձակեք, բայց Դանիելը իր որոշման մեջ հաստատ մնաց, որ անգամ իր մեկ աղոթքը իր կյանքի գինն արժի։ Դանիելը լավ էր հասկանում, որ ավելի լավ է աղոթելով մեռնել, քան աղոթքը դադարեցնելով կյանք ապրել։ Եվ մենք տեսնում ենք, որ Դանիելի մեկ աղոթքը նրա համար կյանքի գին եղավ, նրան գցեցին առյուծների գուբը, եւ մենք տեսնում ենք արթուն կենացող եւ աղոթք անող հավատացյալի կյանքի մեջ Տերը նրա կողքին է, Տերը նրա հետ է, Տերը նրան պահում է, առյուծների գուբ լինի, 7 անգամ զորացած կրակ լինի, ինչ փորձություններ, ինչ իրավիճակ լինի, Տիրոջ անունը կանչողը, աղոթքի մեջ հավատարիմ մնացողը, աղոթքի մեջ արթուն մնացողը, Տիրոջ հետ հաղորդակցվող մարդը միշտ Քրիստոսով հաղթող է դուրս գալի։ Եղբայրներ քույրեր, աղոթքի արժեքը թող չցածրանա որևէ մեկից կյանքի մեջ։
Երբեք չմտածենք, որ աղոթքը փոքր բան է։ Երբեք չմտածենք, որ ավելի մեծ եւ զորավոր բաներ կան հավատքի կյանքի մեջ, որ կարան մեզ զորացնեն։ Ամենամեծ կարողությունը եւ զորությունը սա աղոթքն է, որ Տեր Հիսուսը պատվիրել է մեզ, որ անդադար աղոթենք եւ չձանձրանանք։ Աղոթքի մեջ մեծ զորություն կա, աղոթքի մեջ հաղորդակցություն կա, աղոթքի մեջ հաղթություն կա, աղոթքի մեջ ուժ կա, աղոթքի մեջ Աստծո հետ կապվել կա, աղոթքի մեջ Աստված լսում է քո աղոթքը, քո աղաղակը, Աստված խոսում է քեզ հետ, Աստված պատասխանում է քեզ, Աստված քեզ հետ մտնում է հաղորդության մեջ եւ Տերը քեզ օրհնում եւ զորացնում է։ Եղբայրներ, քույրեր, աղոթքի հանդեպ թող որևէ մեկի կարծիքը եւ արժեքը չթուլանա։ Աղոթքի արժեքը մանավանդ այս օրերի մեջ թող ավելի բարձրանա, հատկապես այս համարները, որ ես ձեզ համար ընթերցեցի եւ ասեցի, թե ձեզ համար, թե ինձ համար, որ Տեր Հիսուսն ասեց, որ արթուն կացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Եվ հիշենք նաեւ Դանիելին, որ Դանիելը աղոթքի համար գին վճարեց, բայց աղոթելուց չդադարեց։ Ինքը չուրացավ եւ չմերժեց աղոթքը։ Ինքը հավատարիմ մնաց աղոթքի ուխտի մեջ, թեև նրա համար գին էր դրված, կյանքի գին։ Այսօր մեզ համար աղոթելու համար գին դրված չի, սպառնալիք չկա, աղոթքին դեմ օրենք չկա, մենք ազատ ենք։ Դրա համար ես այս քուրիկի ասած խոսքերը հիշեցի, որ այսօր յուղ հավաքելու օր է, եւ ես եւ դուք եւ մեր բոլոր հավատացյալ ընտանիքները Աստծո յուղը հավաքելու կարիք ունենք։ Ինչքան շատ հավաքենք, այնքան վաղը մեզ դա պահելու է, եղբայրներ, քույրեր։ Դրա համար Աստված ձեզ զորացնի։ Աղոթեք եւ թող ձեր յուղը ավելանա, աղոթքով ավելացրեք ձեր յուղը հավատքի, աղոթքով ավելացրեք ձեր հոգեվոր պաշարները, աղոթքով ավելացրեք Աստծո զորությունը եւ կարողությունը ձեր հոգիների մեջ։ Աստված ձեզ օրհնի, Աստված ձեզ միտք տա այս ամենը հասկանալու, Տերը օրհնի, ամեն։